Ողջույն, Բուն TV եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք կոմունիկացիաներից, աշխարհում, տարածաշրջանում եւ Հայաստանում դրանց իրավիճակի զարգացումներից, հնարավորություններից, թեմա, որը վերջին ամիսներին Հայաստանում դարձել է շատ ակտուալ, հատկապես Վաշինգտոնյան սամիթից հետո, բայց որը նաեւ տարածաշրջանի ապագայի եւ Հայաստանի այդ ապագայում ունեցած դերի վերաբերյալ մեզանում պետք է ամենաակտիվ քննարկվողներից մեկը լինի։ Իմ հյուրն է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեթյանը։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Պարոն Մելիքսեթյան, մենք այսօր շատ բան ունենք խոսելու, որովհետև վերջին մի քանի տարվա ընթացքում թե աշխարհի մակարդակով, թե տարածաշրջանի մակարդակով եւ թե այդ ամեն ինչում Հայաստանի դերի մակարդակով եւ շատ բան փոխվել է եւ դեռ շատ բան փոխվում է։ Մենք ապրում ենք այսպես վերաարժևորման, կոմունիկացիաները բոլորովին այլ տրամաբանությամբ անցկացնելու տրամաբանության մեջ եւ երևի թե սկսելով ամենագլոբալ մակարդակից, ընդհանրապես որն է խնդիրը, որ սկսել են խոսել արևելք-արևմուտք կոմունիկացիաներում նոր մայրուղիներ, նոր հնարավորություններ ձևավորելու մասին։ Իհարկե առաջինը դա Չինաստանի աճող տնտեսական դերն է, որ ու ակտիվ տնտեսական շրջանառությունը, որ կա Եվրասիայի արևմտյան եւ արևելյան հատվածների միջև, եւ քանի որ կա այդ ակտիվ ու աճող առևտրատնտեսական հարաբերությունները, կա նաեւ խնդիր կապել այդ հիմնական աշխարհի կարելի ասել այս հատվածի տնտեսական կենտրոնները, հա, հարավ-արևելյան եւ արևելյան Ասիան, հյուսիս-արևմտյան Եվրասիայի հետ, Եվրոպայի հետ, հիմնականում նաև մերձավոր արևելքի եւ հետեւաբար մի քանի տարբերակներ կան, ինչպես ենք մենք կապնվում։ Մեկը ամենահյուսիսայինը դա Ռուսաստանի տարածքով է, այնտեղ կան գործող կոմունիկացիաներ, Ռուսաստանի տարածքի կոմունիկացիաների առավելությունը այն է, որ երկաթուղային կապ ունենալով Չինաստանի հետ, թե ուղիղ, թե նաև Կենտրոնական Ասիայով Ղազախստանի միջոցով հնարավորություն կա մի մաքսային գոտով անցնել բավականին երկար տարածք, առանց սահմաններ հատելու եւ հայտնվել Եվրոմիության սահմաններին, հա։ Երկրորդ ճանապարհը դա արդեն ծովային ճանապարհն է, հարավային, որ անցնում է հարավ-արևելյան Չինաստանի նավահանգիստներից, գալիս է Սինգապուրով, հա, Հնդկական օվկիանոսով, մտնում Բաբ-էլ-Մանդեբ այդ ջրանցքով եւ գալիս Կարմիր ծովով դեպի Միջերկրական ծով։ Սուեցի կանալով անցնելով եւ այդտեղ գիտենք մենք բացի նրանից, որ ինքը ժամանակատար է, այսինքն ծովային ճանապարհը Եվրոպայի հիմնական նավահանգիստները հասնելու համար պահանջում է 45-ից 60 օր, ինքը նաեւ ունի անվտանգային խնդիրներ կապված հատկապես Աֆրիկայի արևելյան այդ ծովափնյա հատվածում եւ նաեւ խութիների հետ կապված սպառնալիքների եւ ծովահենների հետ, հա։ Այո։ Եվ հետեւաբար կա մի այլ ճանապարհ, որ նաեւ, այսպես ասած, ոսկե միջինն է աշխարհագրական։ Մինչեւ այդ ոսկե միջին անդրադառնալը եկեք նաեւ ֆիքսենք էլի, որ մենք նշեցինք, որ կա այդ հյուսիսային ռուսական ճանապարհը, որը այս պայծրությամբ ըստ էության փակ է, որովհետեւ Ռուսաստանի բոլոր արևմտյան սահմանները փակ են, արտաշրջանառությունը ըստ էության կանգնեցված է եւ դա այն հիմնական խնդիրներից մեկն է, որտեղ դուք հարավային ճանապարհի խնդիրը նշեցիք, ինչու՞մն է, որ այնտեղ այդ ծովահեններ, չգիտեմ, հութիների հարվածներ, ժամանակը եւ այլն, այսինքն հարավային ճանապարհի խնդիրը ոնց որ դա է, հյուսիսային ճանապարհի, ռուսական ճանապարհի խնդիրը կանոնանում, որ հիմա քաղաքական իրավիճակը այնպեսին է Ռուսաստանի Ուկրաինայում վարած ագրեսիվ պատերազմի պատճառով, որ իր արևմտյան սահմանները փակ են։ Իմիջիայից մետաքրիր բան է, կա նաեւ հյուսիսային ծովային ճանապարհը, այդ հյուսիսային Սարոսյալով կնոսով ասնող, բայց դա խնդիրն է, որ ինքը ամսվա տարվա մեջ մի 7-8 ամիս մոտավորապես փակա եւ ֆունկցիոնալ չի, ուղղակի սառում այնտեղ ջուրը, հա։ Ինչա է մեզ բերում է ձեր ասած ոսկե տարբերակին, մինչեւ դրանադարանը խնդրենք ռեժիսորին ուրեմն առաջին քարտեզը տեղա դուրս բերի էկրանի վրա։ Խնդրեմ, մեզ նկարագրեք ինչի մասին է խոսքը։ Իհարկե, այս քաղաքական քարտեզի վրա կփորձեմ ներկայացնել ինչա կատարվում։ Այդ միջին ոսկե միջինը սկսում է Չինաստանի եւ Ղազախստանի սահմանից, որը ցավոք այս քարտեզում չկա, ասում եմ Ղազախստանի տարածքով։ Ղազախստանը կա, այո, մտնում է Ղազախստան։ Գալիս է Ղազախստանի երկու նավահանգիստներ, Ակտաու եւ Կուրիկ, եւ դրա անցնում հարավ-արևելք, Ադրբեջան, Ալյատ նավահանգիստը։ Հարավ-արևմուտք։ Այո, հարավ-արևմուտք եւ Ադրբեջանի տարածքով արդեն անցնում հիմնականում եւ այն բոլոր այն պայմանագրերը եւ պայմանավորվածությունները գործող, որ մենք ունենք, անցնում է Վրաստանի տարածքով
Վրաստանի նավահանգիստներ եւ արդեն ճյուղավորվում Ռումինիա եւ Բուլղարիայի նավահանգիստներով, նաեւ Եվրոմիության երկաթուղային ցանցերով, հա։ Այստեղ ես ուզում եմ մենք մի քանի բան լրացնենք, ուրեմն ինչը ունի այլընտրանքներ այս ճանապարհին, ինչը չունի այլընտրանքներ։ Դե Ղազախստանը մենք տեսնում ենք, որ Չինաստանից սահմանանալով Կասպից ծով բերում է Ադրբեջան, սա տեսականորեն ունի այլընտրանք, որտեղ այդ ճանապարհը կարա գնա տեսականորեն ուրեմն Ղրղստան, Ուզբեկստան, Թուրքմենստան ճանապարհով, դա տեսականորեն հնարավոր է, թեպետ Ղազախստանը շատ ավելի հարմար է թե ռելիեֆի առումով եւ թե որտեղ մեկ պետության տարածքով այդ ամեն ինչ անցնում, բայց ինքը այլընտրանք ունի։ Ունի կոմունիկացիան է։ Եվ այո, Կասպից ծով այլընտրանք չունի, որտեղ Կասպից ծովից հյուսիս Ռուսաստանն է, որ արդեն նշեցինք, որ խնդիր է, հարավում Իրանն է, որի տարածքով այս պայծության ոչ մեկ որևէ կոմունիկացիա չի պատրաստվում անցկացնել։ Այդտեղից սկսվում է Ադրբեջանը, որը նույնպես այլընտրանք չունի, որովհետև նորից Ադրբեջանից հյուսիս Ռուսաստանն է, Ադրբեջանից հարավ Իրանն է, այսինքն այս պայծությամբ մենք նկատում ենք, որ Կենտրոնական Ասիայում կա երկու տեսական ճանապարհ եւ կա մի հատ Ադրբեջան, որ այլընտրանք այս պայծությամբ չունի։ Ադրբեջանից սկսած նորից կա երկու տեսական ճանապարհ, մեկը դա Վրաստանով անցնող ճանապարհն է, մեկը Հայաստանով անցնող ճանապարհն է, որոնք իրար ինչ-ինչ առումներով բան են անում, լրացնում են կամ փոխարինում են, եթե նույնիսկ վատ տարբերակով, հա գնանք։ Նաև մի բան եմ ուզում արձանագրենք ձեզ հետ, որ նախկինում եղել է այդպիսի ուրեմն կոմունիկացիա ճանապարհ եղել է Եվրոպայից Թուրքիայով, Իրանով, Աֆղանստանով դեպի արևելք, բայց ակնհայտորեն հիմա Աֆղանստանով ոչ մեկ որևէ տեղ չի ուզում գնալ եւ կոմունիկացիաները տեղով չեն ուզում անցկացնել։ Նույն իրավիճակը նաեւ Լևանտում, այսինքն Իրաք, Սիրիա այդ հատվածներով կոմունիկացիաներ չեն անցնում էլի շատ ակնհայտ շատ པարզ պատճառներով, ինչը այդ ձեր ասած այդ ոսկե միջինը, այդ միջին տարբերակը այս պայծության բերում է դարձնում է ցամաքային ճանապարհներից առավել հնարավոր է։ Համեցեք։ Այո, այստեղ մենք ունենք մի քանի խնդիրներ, առաջին ինչպես նշեցիք, մենք ունենք արդեն գործող երկաթուղային ցանց Ղազախստանի տարածքով, որը հատում է նաև Չինաստանի հետ սահմանը եւ ճյուղավորում մեկը դեպի հյուսիս, մեկը գալիս դեպի Կասպից ծովի նավահանգիստներ եւ հետեւաբար Ադրբեջան, եւ ինչպես նշեցիք, Ադրբեջանին այլընտրանք մենք չունենք։ Այստեղ խնդիրը հենց Կասպից ծովն է, որ նաև ունի գնալով էկոլոգիական խնդիրներ, ինքը նվազում է մակարդակը եւ նաև պետք է ավելի խոր նավահանգիստներ, որ թողունակության այդ նավահանգիստների համար եւ Ղազախստանը, Ադրբեջանը աշխատում են այդ ուղղությամբ։ Իմիջիայլոց ղազախական նավահանգիստների տարողունակությունը ինչքան է այս պայծրությամբ։ Ղազախական նավահանգիստների թողունակությունը իմ հիշելով մոտ հնարավոր գումարած մոտ 10 միլիոն տոն կարգի է 10-ից 17 միլիոն, բայց իրենք ավելացնելու են։ Իսկ Բաքվինը? Բաքվինը հենց 17 միլիոն է, որը ավելացնում են մինչև 25 միլիոն։ Այսինքն այս պայծրությամբ դրանց տարողունակությունը հավասար է Ղազախականին ավելի քիչ է, ղազախականները պլանավորում են ավելացնել, ադրբեջանականը արդեն ունի այդ 17 միլիոն եւ 25 են ուզում սարքել, բայց այստեղ խնդիրներից հետեւյալը, որ Ադրբեջանից շարունակում ենք այդ ուղղությունը, որ դուք նշեցիք, կա Վրաստանը, եւ մենք գիտենք հիմնականում օրինակ վրաց փորձագետների հրատարակությունները երբ նայում ենք, միջին միջանցք ընկալվում է որպես Չինաստանից, Կենտրոնական Ասիայից, Ադրբեջանով Վրաստանի նավահանգիստներ գնացող ուղի։ Հայաստանի մենք խնդրենք հաջորդ քարտեզը մեզ միացնեն եւ դրա վրա արդեն շարունակենք։ Այստեղ ինձ թվում ավելի մենք եկանք մեր տարածաշրջան եւ այստեղ կարող ենք տեսնել այդ տարբերակները, հա, ինչպես կարող է լինել։ Ուրեմն Բաքվի նավահանգստից մենք ունենք երկաթուղին, որտեղ գործում է ցարական ժամանակաշրջանից, գնում է Թբիլիսի, գնում է Սևծովյան նավահանգիստներ եւ ինքը ունի բավականին մեծ թողունակություն։ Ինչ թվի մասին է խոսքը մոտավորապես։ Մոտավորապես խորհրդային տարիներին բեռնափոխադրումների ծավալը հասել է մինչև 100 միլիոն տոն տարեկան, այսինքն մեծ, որովհետև երկուգիծ է, որովհետև էլեկտրիֆիկացված է դեռ խորհրդային 10 անգամ ավելին է, քան նավահանգիստների թողունակությունն է այս պահին։ Այո, որովհետև հա ցամաքային հիմնականում բեռնափոխադրումներ են խորհրդային շրջանում եւ այլն ու նաև այդտեղ խոսքը գնում է փաստորեն Բաքվից վրացական նավահանգստներ ճանապարհի մասին։ Դա ենք մենք հիմա։ Այո, մենք տեսնում ենք, որ այս հիմնական հարթավայրային ճանապարհը մենք ունենք եւ այստեղ իհարկե Վրաստանը նաեւ մեծ աշխատանք է տանում խորացնելու իր նավահանգիստը հատկապես Անաքլյան եւ թողունակությունը հասցնելու հենց 100 միլիոն տոն այդ ծավալի։ Այդտեղ ընդ որում նշենք, որ այդ Անաքլիայի ուրեմն նավահանգստի առաջին կապալառուն ամերիկյան ընկերություններ, բայց հետո դա փոխվեց դարձավ չինական ընկերություն։ Այո, դա ֆիքս է։ Նաեւ Ալիատ նավահանգստի այդ ներդրումային ծրագրում հիմնականում չինական Ղազախական եւ ադրբեջանական կազմակերպություններն են, այսինքն մենք տեսնում ենք Չինաստանի հետաքրքրվածությունը այս ուղիներով։
Կա նաև երկաթուղի, որ կառուցվեց, ավարտվեց շինարարությունը 2017 թվականին, դա այսպես կոչված Բաքու-Թբիլիսի Ախալքալակի Կարս երկաթուղին է եւ այդ երկաթուղին այն ժամանակ հենց դիտարկվում էր միջին միջանցքի հիմնական ուղին մեր տարածաշրջանում, հայտարարվում էր, որ նշենք, որ երկաթուղին կառուցվեց Հայաստանը շրջանցելու համար, միջազգային ֆինանսավորում չստացավ եւ նաեւ հայ-թուրքական ֆուտբոլային դիպլոմատիայի այդ դիվանագիտության ժամանակ թուրքական կողմը սառեցրեց շինարարությունը, ակնկալելով, որ կբացվի Գյումրի, Վանաձոր, Թբիլիսի ուղին, որ ավելի կարճ է եւ հնարավորություն է տալիս կապնվելու Բաքվի հետ։ Այսինքն այդ կարևոր պահը էլի դա եկեք մտարձնենք, փաստորեն եկած գիծը գալիս է Բաքվից Գյանջայով մտնում է էսպայությամբ այդ կառուցվածքը, Գյանջայից մտնում է Թբիլիսի, Թբիլիսից Ախալքալակ, այնտեղ Կարս։ Այո։ Այսինքն ինքը sense մեծ շրջան է անում, կիսաշրջան անում Հայաստանը շրջանցում է, մինչդեռ փաստորեն տեսականորեն կա Կարսը, Գյումրիին, Վանաձորին, Իջևանին, Գյանջային միացնելու տարբերակը։ Չէ, արդեն կա գործող դեռ հին ժամանակներից, այդ Կարս, Վանաձոր, Ալավերդի, Թբիլիսի, Գյանջա, Բաքու ճանապարհը, որ նաև նշած է այս քարտեզում, այսինքն բայց դա մի ավելի երկար է, քան այն ինչ որ մենք էինք քննարկում։ Ավելի կարճ է, քան Կարս Ախալքալակը։ Նրանից կարճ է, բայց ավելի կարճ է, քան այն որը ուզում ենք Հայաստանից այն ուղին է, որ գաղափարը, որ մենք քննարկում ենք, ու հայտարարվում էր, որ Կարս Ախալքալակը կունենա սկզբից մոտ 6 միլիոն տոն թողունակություն, հետո ճանապարհը կավելացնի մինչև 17 միլիոն, 5.5 միլիոն ուղևորների տեղափոխման մասին է խոսում, բայց հիմա մինչ հիմա, այսինքն 2017 թվականից մինչ հիմա մենք ունենք 0 ուղևոր, որ ուղևորափոխադրում ընդհանրապես չի իրականացվել։ Չկա եւ ընդհանուր ծավալը բեռների, որ փոխադրվել է, հասնում է մոտ 1 միլիոն տոննի, այսինքն ոչ թե 1 տարում, այլ ամբողջ տարի ամբողջ շրջանում, այսինքն դա բավականին ցածր, հա, ցուցանիշ է։ Ինչու է այդպես։ Որովհետև ինչպես նշվեց, Վրաստանը շահագրգռված չէ առաջին, որ այդ ճանապարհով լինեն բեռնափոխադրումները եւ ավելի հետաքրքիր է դեպի նավահանգիստներ գնացող ենթակառուցվածքները։ Այսինքն երբ որ բեռները արևելքից գալի հասնում են Ադրբեջան, Ադրբեջանից մտնում են Վրաստան, Վրաստանը շատ ավելի հետաքրքրված է այդ բեռները ուղղել դեպի իր Սևծովյան նավահանգիստներ, քան դրանք ուղղել դեպի Թուրքիա։ Այո։ Ոստեղ Վրաստանը եւ Թուրքիայի շահերը չեն համընկնում։ Այո, չեն համընկնում։ Մյուսը կա աշխարհագրական գործոնը, որպես թետրի ծղարոից մինչև Ծալկայի բարձրավանդակ բարձրացող այդ երկաթուղին զիգզագաձև ուղիով բավականին մեծ նաև վառելիքի ծախսեր է պահանջում, բավականին ցածր արագությամբ է սլանում։ Մենք ունենք Ախալքալակում եվրոպական եւ ռուսական այդ երկաթուղագծերի փոխելու խնդիրը, հա, եւ դա նույնպես դանդաղեցնում է շարժը այդ երկաթուղով, եւ այստեղ, ինչպես նշեցիք, կա Թուրքիայի եւ Վրաստանի շահերի միջև հակասություն։ Մենք գիտենք Վրաստանի հիմնական ինֆրաստրուկտուրային ներդրումները եւ այն խոշոր ծրագրերը, որ իրենք իրականացնում են, միտված են հենց արևելքից արևմուտք, այսինքն Վրաստանի կենտրոնական այդ Կուրի հարթավայրով եւ նաեւ Ռիոնի գետի հարթավայրով դեպի Սևծով դուրս եկող այնտեղ երկաթուղի կա, հիմա կառուցում են ժամանակակից լավագույն ստանդարտներով մայրուղի, հա, ավտոմոբիլային, այսինքն Վրաստանի տրամաբանությունը այն է, որ բեռները գնան Սևծով եւ այն կողմ։ Հետեւաբար մենք ունենք հայ-թուրքական, այսպես ասած, շահերի համընկնում, ինչը տարօրինակ է։ Երկրորդ տարբերակը, որ հիմա բայց ինչի ունենք, որտեղ փաստորեն Հայաստանը չունենալով ծովի ելք, մեր նպատակը պետք է լինի այդ բեռները արևելքից արևմուտք տեղափոխել, այսինքն դեպի Թուրքիա տեղափոխել, ինչը բնականաբար այլևս ելնում է Թուրքիայի շահերից, Թուրքիան էլ արդեն իր տարածքով կամ դա ցամաքով տանում է դեպի Եվրոպա կամ իր Սևծովյան կամ Միջերկրածովյան նավահանգիստներ է տանում։ Եթե միջին միջանցքի շրջանակներում Հայաստանի տարածք Ադրբեջանից կամ Վրաստանից, եթե Թբիլիսի, Բաքու երկաթուղին է շահագործում, մտնում է ինչ-որ բեռ, ինքը կարող է գնալ միայն Թուրքիա։ Այսինքն բոլոր բեռները, որ մտնում են Հայաստան, անցնելու են Թուրքիայով միջին միջանցքի շրջանակներում։ Բայց ես ինչքան հասկանում եմ, երբ որ արդեն մենք խոսում ենք Թուրքիայի տարածքով ցամաքային ճանապարհով դեպի Եվրոպա գնալու, դու արդեն մեկ գոտի մեկ ճանապարհ նախագիծն է չինական, ոչ թե միջին միջանցքը։ Իհարկե դրանք բոլորը շատ էսպես պայմանական ինչ որ նախնական անվանումներ են, բայց օրինակ երբ որ այս թեմա թուրք գործընկերների, չինացի գործընկերների հետ խոսում եմ, այն ճանապարհը, որ նախատեսում է Թուրքիայի տարածքով ցամաքային բեռնափոխադրում դեպի Եվրոպա, դա մեկ գոտի մեկ ճանապարհն է։ Դե իրականում այստեղ կար նաև այդ խառնաշփոթը, որ դուք նշեցիք, որովհետև Կարս Ախալքալակ Բաքու երկաթուղի շինարարության ժամանակ Ղազախստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան հենց այդ նախաձեռնությունը կապված էր հենց միջին միջանցքի կոմունիկացիայի ստեղծման հետ, այսինքն հիմա կա որոշակի նաև դրամաբանական ինչ որ այդ հարցում
ես կասեի նույնիսկ մարքեթինգային փոփոխություններ, որ տարբեր ուղղություններով փորձեն տարբեր Որտեղ էս ամեն ինչին զուգահեռ մի հատ կա արևմտյան անվանումը, այդ Սև ծովի գլոբալ դարպասներ անվանումը, որը ըստ էության մոտավորապես նույն պրոյեկտերն է, ուղղակի դրանց եվրոպական անվանումը։ Դե հայո, մենք այս տարածաշրջանում չենք կարող ունենալ մի 50 կամ շատ կոմունիկացիաներ, հա, ընդհանրապես մի քանի ուղիների մասին է խոսքը ու երկու երկրի, ինչպես նշեցիք, Ադրբեջանը, Չիլի, այլն դրանք, բայց այս դեպքում մենք ունենք Վրաստանի եւ Հայաստանի տարբերակները ու բարձր է թե բեռը կենտրոնական Ասիայից գնում է Ադրբեջան եւ Վրաստան, ինքը չի նշում, որ այս բեռը գնում է միջանցքով գնում է այդ մի գոտի մի ճանապարհ հատվածով կամ եվրոպական նախաձեռնության կամ թուրքական։ Իրանց համար կարող է այդ բեռը գնա։ Այո, բեռը գնա ու արդեն մենք շատ կարևոր է հասկանալ, որ բացի Չինաստանից գնալով աճելու նաև կենտրոնական Ասիայի դերը եւ կենտրոնական Ասիայից եկող բեռնափոխադրումների կենտրոնական Ասիան ունի խոշորագույն էներգոռեսուրսների ծավալներ, մենք երբ խոսում ենք նաև ընդհանրապես կոմունիկացիաների մասին, հաճախակի այս երկաթուղիների մասին ենք խոսում, մայրուղիների մասին, ավտոմոբիլային, բայց շատ կարևոր են էներգա ուղիները, գազատարներ, նավթատարներ, հոսանքագծեր։ Այո, ու շատ կարևոր են նաև այն տեսակները, ապրանքների, որ կարող են տեղափոխվել եւ հազվագյուտ հողային մետաղների տեսակետից կենտրոնական Ասիան լրջագույն ռեսուրսներ ունի, ուրանի խոշորագույն ռեսուրսներ ունի, հատկապես Ղազախստանը առաջատար երկիրն է աշխարհում ընդհանրապես ուրանի շահագործող, ցորենի, ինչը նաև հետաքրքիր է շատ Հայաստանի համար, բամբակի եւ այլն, այսինքն կա ահռելի հնարավորություններ եւ նաև սա եվրոպական շուկայի համար է շատ հետաքրքիր, թուրքական շուկայի համար է հետաքրքիր եւ այստեղ նաև Հայաստանի համար կան հետաքրքիր առաջարկներ, անցնենք երևի հաջորդ քարտեզին անցնենք։ Հիմա այս ամեն ինչին զուգահեռ ըստ էության Հայաստանում քննարկվում է կա երկու գաղափար, երկու նախագիծ։ Մեկը դա խաղաղության խաչմերուկ նախագիծն է Հայաստանում ձևավորված, ձևակերպած, մյուսը TRIP-ն է։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության, հա։ Եկեք սկսենք TRIP-ից։ Ինչ է իրանից ներկայացնում TRIP-ը, որտեղով անցնում եւ ինչի համար է ինքը։ Այստեղ ես կասեի նույնպես մենք ունենք այս մարքեթինգային ձևավորման խնդիրները, որովհետև Հայաստանի մոտեցումը իրական շատ տրամաբանական է, որովհետև դու չես կարող տարածաշրջանը վերածել աշխատող տրանսպորտային ինչ որ առանցքի, հա, այդ թվում նաև խոշորագույն ենթադրող միջազգային երկու Եվրասիայի խոշորագույն տնտեսական գոտիները կապող միջանցքի ու դա լինի մի ճանապարհով, հա, ասենք դա մի քիչ աբսուրդային է այդ պնդումը, հետեւաբար հայկական կողմի առաջարկ օգտագործել բոլոր արկա կոմունիկացիաները շատ դրամաբանական է եւ ինքը ինչ անվանում էլ ունենա, նաեւ միակ աշխատողն է, ես կասեի, ապագայում TRIP կոչվածը դա սա Արաքսի ափով անցնող այն խորհրդային շրջանի հիմնական երկաթուղու մասին է, որ Հայաստանի տարածքում ստանում է այդ անվանումը, այսինքն Նռնաձորից մինչև Ագարակ դա Հայաստանի ամենահարավն է, մանուշակագույն ներկված հատվածը։ Այո, այդ պունկտիրային գծով նշված հատվածն է երկաթուղին մոտ 41-ից 43 կիլոմետր, որը նաև Ադրբեջանի համար է հետաքրքիր, մենք գիտենք իրենք միշտ խոսում են այս ճանապարհի մասին տարբեր անվանումներով, Զանգեզուրի միջանցք հիմնականում, հա, Չակերտավոր, այսպես ասած, եւ ինքը առաջին հերթին նաև հետաքրքիր է քաղաքական տեսակետից Ադրբեջանին կապնվելու Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Եթե մենք խոսում ենք նաև մի հատ այստեղ հարց, այս պայությամբ Ադրբեջանը Նախիջևանի հետ երկաթգծային կապ ունի, թե ավտոմոբիլային ամենին։ Նախիջևանի հետ երկաթուղային կապ չունի Ադրբեջանը, ավտոմոբիլային կապը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով է։ Այս պահի դրությամբ նաև քանի որ Ադրբեջանը չի ավարտել իր երկաթուղու Արաքսի ափով շինարարությունը մինչ Հայաստանի սահման եւ կավարտվի միայն մյուս տարվա կեսերին, այսինքն ամռանը։ Այդ այս պայմանությամբ եղած հայտարարություններ նշենք, որ մի քանի անգամ արդեն այդ դեդլայնը տեղափոխվել է։ 2023 թվականից իրենք ավարտում են այդ ճանապարհը եւ մինչեւ հիմա չեն ավարտել։ Սա նաև հատկանշանակ էր Կարսախալքալակի մասին, որ դեռ պետք է ավարտվեր 2011 թվականին, ավարտվեց 17 թվական։ Օ, 6 տարի ուշացում։ Այո։ Եկեք էլ բացատրենք ինչի մասին է խոսքը, այ Ադրբեջանում սև կետը այդտեղից իրանք հիմա կառուցում են, փաստորեն բերում են, փորձում են հասնել մինչև Հայաստանի սահման, այս դեղին կետագծի մասին է խոսքը ադրբեջանա-իրանական սահմանի մոտ։ Այո, այս երկաթուղին է, որ կառուցվել է խորհրդային շրջանում, ավարտվել 1941 թվականին, կապելով արդեն իսկ գործող երկաթուղագիծը Երևան-Ջուլֆա, նաև Իրան ճյուղավորվող, կապելով Բաքու, Ջուլֆա այդ գծով, հա։ Եվ խորհրդային միության ժամանակ փաստորեն սովետական միություն Իրան երկաթգծային կապը անցել է ստեղով, այսինքն Նախիջևանովա
կապ է եղել Իրանի հետ, Իրանից կարար դե փաստորեն երկաթգիծը գար մտներ Նախիջևան, այնտեղից երասխով գար Երևան եւ այդ ճանապարհով գնար կամ կարար գնար Մեղրիով դեպի Ադրբեջան եւ այդ ճանապարհով գնար դեպի Ռուսաստան։ Այո, երկու հնարավորություններ կար եւ սա Բայց երկուսն էլ անցնում էին Նախիջևանով։ Այո, երկուսն էլ Նախիջևանը այդ առումով այլընտրանք չունի ու հետեւաբար նաեւ երկուսն էլ անցնում են Հայաստանով եւ աճուղավորման դեպքում եւ Հայաստանով եւ ուրեմն հակառակով։ Այստեղ կա մի քանի խնդիրներ։ Առաջինը թողունակությունն է այս ճանապարհի, երկրորդը երկարությունն է այս ճանապարհի եւ ես կասեի քաղաքական հայտարարությունները գերակշռում են տեխնիկական ասպեկտների շուրջ։ Եվ տնտեսական նպատակահարմարությունը։ Այո, առաջինը, եթե մի հատ երկարությանը ասնենք, որովհետև սա նույնպես շահարկվող թեմա է, ադրբեջանական եւ թուրքական խոսույթում ասում են, սա ամենակարճ ճանապարհն է, որ կապում է Թուրքիան, Բաք, Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի հետ։ Այս ճանապարհը շատ ավելի երկար է, քան Կարսախալքալակ Թբիլիսի Բաքու ճանապարհը, մոտ 50 կիլոմետր գրեթե 40 կիլոմետր տարբերությամբ ունի այդ ճանապարհը։ Այսինքն այստեղ խոսքը հիմա ինչի մասին է, պարոն Մելքսեսյան, Կարս, Գյումրի, Երևան, Երաս, Նախիջևան, Մեղրի, Ադրբեջան ճանապարհի մասին է, թե այն դուք են նկատի ունեք, որ հիմա իրանք հայտարարել են, որ սարքում են, միացնելով Կարսը Նախիջևանը։ Երկուսն էլ, մեկը այն, որ հայտարարել են, որ լինելու է 869 կիլոմետր երկարություն են ունենալու, Կարսախալքալակ Բաքուն ունի 826-828 տարբեր աղբյուրներում երկարություն, Կարս Գյումրի Նախիջևան Բաքուն ունի 877 կիլոմետր, բայց Կարս Գյումրի Նախիջևան ճանապարհի առավելությունը այն է, որ ինքը գոյություն ունի։ Այո, իր առավելությունն է, որ ինքը կա։ Ինքը այս պահին շատ փոքր ներդրումներ է պահանջնում, որպեսզի սկսվի շահագործվել, եթե մենք խոսում ենք նաև հարավում, եթե այս հատվածը վերականգնում ենք, բայց նաև եթե չվերականգնվի, ավելի կարճ կապի հնարավորություն հենց հիմա մենք ունենք Կարսից Գյումրի, Վանաձոր, Թբիլիսի եւ Բաքու, ինքը նույնպես ավելի կարճ է, քան այսպատյան վրացական գոյությունը։ Ես վրացական է եւ նաեւ այս հնարավոր շահագործող ճանապարհը։ Սա առավել եւս։ Այսինքն կա որոշակի պոպուլիզմ այս հարցերում, նույնիսկ շատ տարական տվյալների, որ կարելի է ստուգել 2 րոպեում, հա, ասենք ցանկացած նույնիսկ։ Փաստորեն այն ինչ որ իրանք անվանում են հնարավոր ամենակարճ ճանապարհ, հնարավոր ամենաերկար ճանապարհն է իրականում։ Բոլոր հնարավոր տարբերակներից ամենաերկարն են իրանք անվանում ամենակարճ։ Սա հետաքրքիր տրամաբանություն է։ Երկրորդը թողունակությունն է։ Թուրքական կողմը կառուցում է մոտ 15 միլիոն տոն թողունակությամբ ճանապարհ, ադրբեջանական կողմը հայտարարում է նոր թողունակության ճանապարհի մասին, բայց Հայաստանի հարավով խորհրդային լավագույն շրջաներում այդ ճանապարհի թողունակությունը չի գերազանցել 12 միլիոն տոն։ Մեղրիի մասին է խոսքը։ Այո, Մեղրիով անցնող երկաթուղին, ընդ որում դա ենթադրում էր, որ երկաթ գնացքները կանգնում էին Հայաստանի տարածքի կայարաններում, 3 կայարան կար Մեղրի հատվածում եւ թույլ էր տալիս հակադարձ ուղղությամբ եկող գնացքներին անցել նույն հատվածը, որտեղ մի հատ է գիծը եւ այնտեղ պետք է այդ կայանները, որտեղ գնացքը կհաներ այդ եկողից, մյուսը կանցներ։ Այո, 15-20 կիլոմետրի վրա պետք են կայաններ, եթե դու միագիծ երկաթուղագիծ ունես, որ հեշտ կառավարել, հա, որովհետեւ մեկը գալիս է, կանգնում է, մյուսը արագանցնում է, այս մյուսը արագ շարժվում է եւ թողունակությունը աճում է։ Եթե մենք տենց չենք, այդ ճանապարհով չենք գնում, մոտ 2 ժամ պետք է մի գնացք անցնի Ադրբեջանի տարածքից մինչև Օրդուբադ կայարան, որպեսզի հակառակ ուղղությամբ գնացող գնացքը հատի նույն ուղղությունը, ու այստեղ մի նրբություն էլ կա։ Այստեղ կա սահմանափակ արդեն իսկ գնացքների քանակ, դու օրը եթե մի գնացքը 2 ժամ է անցնում, օրը 12 գնացք չի կարող հատել, հա, այդ սահմանը, եւ եթե մի մասը դրանցից առավել եւս լինելու է ուղևորներին համար նախատեսված, այսինքն բեռնափոխադրումների ծավալը կրճատվելու է նաև դրանով։ Կրճատվելու է սահմաններին կանգնելու պատճառով, կայարաններում չկանգնելու պատճառով եւ այստեղ այնքան տեխնիկական դետալներ կան, որ նույնիսկ այդ 12-ն է անհնարին, որ մնաց 15 միլիոն տոն։ Այո, բացի դրանից, եթե մենք փորձում ենք ավելացնել այդ ճանապարհի թողունակությունը, դա նշանակում է, որ ադրբեջանական եւ թուրքական կողմերը սերտ հարաբերություններ եւ համագործակցություն պետք է ունեն հայկական կողմի հետ, պետք է լինի ընդհանուր կառավարման համակարգ, ինֆորմացիոն տեղեկացման համակարգ, պետք է նաեւ Հայաստանի տարածքում լինեն ինչ որ կայարաններ, նաեւ բեռնափոխադրումների պահեստավորման համար նախատեսված կայարաններ, այսինքն այստեղ կան լիքը տեխնիկական հարցեր, որոնք այս խոսույթում բացակայում են եւ սա է պատճառ առաջինը ժամկետները շինարարության, որ ինչպես նշեցի, մենք ունենք միշտ հայտարարություններ, թուրքական այս երկաթուղին կավարտի օրինակը ըստ իրենց 2030 թվականին լավագույն դեպքում երևի եւս մի 3-4 տարի կարելի ավելացնել, ադրբեջանականը ինչպես նշվեց 2 տարում էր ավարտվում, արդեն 5-րդ, 6-րդ տարին է գնում, Մեղրիում մենք ունենք մոտ 2-3 տարի, որպեսզի ավարտենք այդ շինարարությունը, իսկ ինքը դեռ չի սկսել
Հետևաբար մենք խոսում ենք Որում չի կարող սկսի բուն երկաթուղ կառուցումը, քանի դեռ ադրբեջանական կողմը չի բերել հասցրել մեր սահմանին, որտեղ երկաթգիծ կառուցելու համար քեզ երկաթգիծ է պետք։ Այո, դրանից հետո պետք է մոդեռնիզացվի Նախիջևանի տարածքում երկաթուղին, այսինքն բոլոր այն տարբերակները, որ հիմա քննարկվում են, որ պետք է ապահովեն տարածաշրջանի, այսպես ասած, բացումը, իրենք ապագայի մասին են խոսակցությունները, թերևս մենք հիմա ունենք արդեն իսկ գործող ենթակառուցվածքներ, որ կարելի է շահարկել մի տարի ամենաշատը ինչ որ աշխատանքներից հետո։ Հիմա այս փուլում խոսենք։ Եվ իհարկե դրանցից ամենա հետաքրքիր, եթե մենք խոսում ենք, դա առայժմ դա հյուսիսով անցնող ճանապարհն է, այսինքն Կարս, Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Վրաստանի տարածք եւ դեպի Բաքու, ինքը այնտեղ պահանջում է Հայաստանի տարածքում մոտ 13 կիլոմետր ճանապարհի վերականգնում, Թուրքիայի տարածքում 52 կիլոմետր ճանապարհի ռենովացիա, այո, եւ ինքը արդեն գործող ճանապարհ է, ինքը կարճ է բոլոր արկա տարբերակներից եւ նաեւ այս հարավային ճանապարհից։ Ինքը տեսականորեն ամենակարճը չէ, բայց այս պայությամբ եղած առընթրանքների մեջ ամենակարճն է։ Ամենակարճն է։ Եթե մենք խոսում ենք, որ թուրքական Մեկ վարքան նաեւ այստեղ հետաքրքիր է, որ երբ որ մենք այդ հատվածը վերակառուցում ենք, ապա Գյումրիից Երևան, Երևանից Երազ հատվածը մենք ունենք, Երազից Նախիջևան մտնող մի քանի կիլոմետր եթե վերակառուցում ենք, մենք կարողանում ենք ապավել նաեւ Նախիջևանի երկաթգծային կապը թե Թուրքիայի, թե Վրաստանի միջոցով Ադրբեջանի հետ։ Այո, այսինքն ինքը արդեն դառնում է գործող տարբերակ, ընդ որում, եթե Կարս Թուրքիան Հայաստանի հետ կապելու համար այդ 52 կիլոմետր հատվածը կա, Նախիջևանը Ադրբեջանի հետ կապելու համար մենք կարիք ունենք վերականգնել ընդամենը 4 կիլոմետր ճանապարհ, այսինքն ինքը մի քանի ամիսների ամենաբարդ տարբերակով խնդիր է եւ եթե սկսվի իրագործվել մի քանի ամսից կարող ենք ունենալ երկաթուղային կապ, այսինքն Բաքվից դեպի Վրաստան, Վրաստանից Հայաստանի տարածքով դեպի Երևան։ Որը մի ֆորս ասում ենք, մենք սա նկատի չունենք, որ որևէ կերպ փոխարինի թրիփին կամ որևէ կերպ փոխանի որևէ այլ բան, մենք խոսում ենք նրա մասին, որ հնարավորինս արագ անել այն ինչ որ հնարավոր է եւ հնդածես անել մնացածը։ Նայեք, այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա։ Առանց եթե մենք չենք բացում այս ճանապարհը եւ Ադրբեջանը չի սկսում օգտագործել այս ճանապարհը, թրիփի իրագործման ժամկետներն են հետաձգում, որովհետեւ եթե Ադրբեջանը հիմա արդեն իսկ իր երկաթուղային ցանցով մտնի Վրաստան, Հայաստան եւ սկսի մոդեռնիզացնել Նախիջևանի հատվածը, այն ժամանակը, որ ինքը եթե գա այս կողմով մեր մեղրի հատվածի ավարտից նույն գործընթացը սկսի, բնականաբար արդեն մենք շահելու ենք, այսինքն իրենք կարող են այս կողմով շարունակել, մտնել Հայաստանի տարած, մենք այն կողմով մեղրին շարունակեն կառուցել եւ թրիփը ավելի արագ կստացվի, հա ավելի արագ մենք կունենանք գործող էֆեկտիվ ճանապարհ, որտեղ Նախիջևանի տարածքում մոտ 200 կիլոմետր երկաթուղի, ինքը պետք է փոխեն երկաթուղագծերը, պետք է փոխվեն շպալները, հա, այդ հայերեն չգիտեմ ոնց, հա, նաև էլեկտրիֆիկացիայի խնդիր ունենք, ընդհանրապես էլեկտրիֆիկացիայի խնդիրը շատ կարևոր է Հայաստանի համար եւս, որտեղ խորհրդային տարիներին Հարավային Կովկասը շատ շուտ էլեկտրիֆիկացվեց եւ առաջին էլեկտրիֆիկացված գիծը խորհրդային միությունում դա Աբշերոնյան թերակղզում էր, բայց ինքը 3 կիլովոլտ հզորությամբ կայուն տոկի մասին է խոսքը, հա, իսկ մենք ավելի հիմնական եվրոպական հավատացում խորհրդային միության անցան 25 կիլովոլտ փոփոխական տոկի, որը թույլ է տալիս շատ ավելի արագ եւ շատ ավելի մեծ ծավալների բեռներ փոխադրել։ Ավելի հզոր է եկան։ Այո, որովհետեւ ավելի հզոր է։ Ադրբեջանը ունի ծրագիր մոդեռնիզացնել եւ 2019 թվականից սկսել է իր ցանցերի մոդեռնիզացիան եւ անցումը դեպի 25 կիլովոլտ։ Իմ կարծիքով Հայաստանը պետք է շատ լուրջ մտածի, որովհետեւ Հայաստանը լեռնային երկիր է, խորհրդային միության տարածքում ընդհանրապես ամենադանդաղ բեռնափոխադրումներից մեկը եղել է հենց Հարավային Կովկասը, հատկապես այսպես կոչված անդրկովկասյան երկաթուղին, որ միավորում էր Հայաստանը եւ Վրաստանը։ 18 կիլոմետրից մինչեւ 25-30 կիլոմետր/ժամ բեռնափոխադրումներ։ Իսկ եթե մենք անցնում ենք, որտեղ լեռնային է, այսինքն իջնում է բարձրանում, մեծ հզորություն է պետք, եւ իմ կարծիքով մենք պետք է արդեն մտածենք անցնել, որովհետեւ ժամանակակից բեռնափոխադրումները եւ նաեւ մրցունակությունը ենթադրում է, որ դու պետք է ունենաս շատ ավելի արագ ճանապարհներ, շատ ավելի մեծ բեռների փոխադրելու մի անգամ, հա, մի գնացքով ավելի մեծ ծավալ փոխադրելու ունակություն եւ սա կարեւոր մրցակցային առավելություն է, հա, որը արդեն պետք է մտածել այդ ապագա լուծումների մասին եւ խոսենք նաեւ երրորդ տարբերակի մասին, որը նույնպես շատ կարեւոր է, դա ամենակարճ հնարավոր կոմունիկացիոն գիծն է Հարավային Կովկասով, որ կարող է կապել Կենտրոնական Ասիան, Ադրբեջանը, Թուրքիան, ընդհանրապես միջին միջանցքի այս մեր հետո Եվրոպան։
Այո, Եվրոպան։ Դեպ դա Կարս, Գյումրի, Վանաձոր, Ֆիալետովը, Իջևան, Ղազախ, Բաքու ուղին է, որ անցնում է Հայաստանի հյուսիսով։ Պայմանականորեն դա անվանենք հյուսիսային ճանապարհ։ Այո, հայկական Հայաստանի տեսակետից ինքը հյուսիսային ճանապարհն է, ինքը մոտ 150 կիլոմետր, ավելի կարճ է, քան Թրիփը, հա, հարավով անցնող ճանապարհը, մոտ 120 կիլոմետր ավելի կարճ է, քան Կարս-Ախալքալակը, ինքը ունի նաև այլ առավելություն, որ հեռու է Իրանի հետ սահմանից, այստեղ կա աշխարհակական գործոնը, այս երկաթուղին, հա, հարավով անցնող Թրիփը, ինքը մոտ 400 կիլոմետր ուղղակի անցնում է Իրանի սահմանի զուգահեռ մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Տեղեր կա ավելի քիչ։ Այո, տեղեր կա ավելի քիչ, ու եթե մենք ընդհանրում ենք ինչ-որ ռազմաքաղաքական ապակայունացում, ինքը շատ խոցելի է, այսինքն նույնիսկ քար շպրտելով կարելի է գնաց կանգնացնել, եթե մի քիչ տրիվիալ պատկերը պրիմիտիվիզացնենք, մենք ունենք հյուսիսով անցնող ճանապարհը, հա, Վրաստանի տարածքով, ու այստեղ կա երկող խնդիր, առաջինը Վրաստանի այս խոցելի աշխարհակական դիրքն է Ռուսաստանի հնարավոր արձագանքների շրջանակներում, երկրորդը նաև, ինչպես նշվեց, Թուրքիա եւ Վրաստանի շահերի հակասություններն են միջին միջանցքի շրջանակում։ Նշենք նաև, որ ռուսական օկուպացիոն գիծը Հյուսիսային Օսիայում բավականին մոտ անցնում վրացական կոմունիկացիաներին։ Ինքը անցնում է բավականին մոտ վրացական հիմնական միջին միջանցքի այդ ուղուն, որ տանում է դեպի Սև ծով, այսինքն մի քանի 100 մետր մայրուղին է անցնում, 8.5 կիլոմետր երկաթուղին է անցնում, էլի շատ հեշտ է խոցել եւ Ռուսաստանի համար, եթե սա դառնա հիմնական գիծը եւ հիմնական մրցակիցը Ռուսաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների, պարզ է, որ Ռուսաստանի արձագանքը լինելու է բավականին միանշանակ եւ նման ռիսկերի ընդհանրապես լրջագույն միջազգային կոմունիկացիա ունենալու պայմաններում գնալը բավականին տարօրինակ է։ Իսկ Հայաստանի հյուսիսով անցնող ճանապարհը ինքը ըստեյության հարյուրավոր կիլոմետրերով հեռու է թե իրանական սահմանից, թե ռուսական սահմանից։ Այո, ինքը կարելի է ասել իսկապես աշխարհագրական մերիդիանն է, հա, այս հարավային Կովկասի, եւ այստեղ մենք ունենք իհարկե մի տարբեր խնդիրներ, որ նույնպես Հայաստանը պետք է լուծի։ Մենք ունենք խորհրդային շրջանում Հայաստան-Ադրբեջան սահմանից մինչև Ֆիալետովը կայարան արկա երկաթուղագիծ, որը 80-ականների վերջից դարձել էր փաստորեն հիմնական ճանապարհը Երևանը Մոսկվային կապող բեռնափոխադրումների տեսանկյունից։ Ինքը դարձել էր կարևոր այլընտրանքը եւ քանի որ այս հարավով անցնող եւ հյուսիսով անցնող ճանապարհներ ունեին սահմանափակումներ, ինքը նախ թույլ էր տալիս նաև շատ հեշտ կառավարել այդ ուղիները, ինքը գրեթե հենց հարավային Կովկասի կեստեղն է գտնվում նաև ոչ միայն եթե հորինոզը զոնական, այլ նաև վերտիկալ, հա, գծով եւ շատ հեշտ է թեքվել դեպի։ Ավակ սերունդը օրինակ ասում էր Ղազախով երկաթգծով ու տանում ենք Ռուսաստան, այդ ճանապարհն է։ Այո, ասենք դու կարող ես թեքվել ձախ եւ գնալ Վրաստանով դեպի Ռուսաստան, եւ կարող ես թեքվել աջ գնալ Բաքու եւ ինքը շատ հարմար էր այդ տեսակետից։ Ինքը ուներ բավականին մի քանի խնդիրներ կապված տեղանքի հետ, ինքը պահանջում էր ավելի հզոր հենց գնացքներ, որովհետև բարձրանում է էլի բավականին մեծ է թեքությունը եւ այնտեղ շատ լրջագույն ինժեներական նաեւ աշխատանք է տարել, ինքը ընդհանրապես ռեկորդակիր էր խորհրդային միջան շրջանակներում թունելների երկարության եւ ծավալի մի երկաթուղագծի շրջանակներում մոտ 20% ճանապարհի անցնում էր թունելներով, այդ թվում լրջագույն պրոյեկտ է Դիլիջանով, Իջևանի տակով, այո, մեծ ներդրումներով եւ իհարկե ինքը ունի մարտահրավերներ այդ ճանապարհի վերակառուցումը, բայց կարծում եմ ժամանակակից տեխնոլոգիաները եւ հնարավորությունները շատ ավելի մեծ հնարավորություններ են։ Հյուսիսային ճանապարհի վրա մենք ինչ չունենք։ Չունենք, այսինքն ունենք 68 կիլոմետր երկաթուղագիծ, որ պետք է վերականգնվի, տարբեր աստիճանի աշխատանքների մասին է խոսքը, եւ ունենք մոտ 25-30 կիլոմետր երկաթուղի Ֆիալետովը Վանաձոր, որ պետք է կառուցվի։ Զրոյից։ Մենք սրա մասին նույնպես մի քանի անգամ զրուցել ենք եւ գիտենք, որ նաեւ Ֆիալետովը Վանաձորը մեզ թույլ է տալիս կրճատել Երևան-Թբիլիսի երկաթուղով հեռավորությունը մոտ 110 կիլոմետրով եւ սա նաեւ կարճագույն ճանապարհն է Վրաստանից։ Այստեղ մենք արդեն եկանք փաստորեն հյուսիս-հարավ տրամաբանությանը, որտեղ մինչեւս մենք խոսում ենք բացառապես արևել-կարևմուտք գծի մասին, հիմա եթե մենք սկսում ենք խոսել հյուսիս-հարավ տրամաբանության մեջ, ես ուզում եմ մենք երկու թեմայով խոսենք։ Մեկը դա դասական հյուսիս-հարավն է, Իրանից դեպի Սև ծով եւ Ռուսաստան ու հակառակը տրամաբանության մեջ, եւ նաեւ ուզում եմ խոսենք, չգիտեմ դա ճիշտ ասած ավելի արևել կարևմուտքա թե հյուսիս-հարավա Թուրքիա-Իրան կապի մասին, որտեղ մենք այստեղ վերջերս նույնպես քննարկումներ ենք ունեցել ձեզ հետ հետաքրքիր։ Հիմա ինչ է ստացվում, որ այս պայմանությամբ հյուսիս-հարավ ընդհանրապես չկա։ Այն պարզ պատճառով, որ ուրեմն Ադրբեջանով անցնող երկաթգիծը, որը հասնում Ադրբեջանի ամենահարավային կետին մինչև Աստարա,
այդտեղից որ պետքա կառուցվի երկաթգիծը դեպի Ռաշտ Իրանի տարածքում, այդ երկաթգիծը չի կառուցվել մինչև այսօր, տարբեր հիմնական քաղաքական պատճառներով, եւ փաստորեն Ռուսաստանը Իրանի հետ երկաթգծային կապ էսպայդությամբ չունի։ Հիմա եթե թրիփը բացվում է, սկսում է աշխատել, ապա Ադրբեջանի տարածքով երկաթգիծը գալիս է հասնում է ուրեմն Հայաստանի սահման, Հայաստանից մտնում է Նախիջևան, Նախիջևանից երկաթգծային կապով, ինչպես որ դա էր սովետական միության ժամանակ, ինքը կպնում է իրանական երկաթգծին եւ ստացվում է ուրեմն Ռուսաստան-Իրան երկաթգծային կապ, որը ինձ թվում է Ռուսաստանի համար նաեւ արտակարգ հետաքրքիր է Ռուսաստան Պարսից ծոց ուրեմն երկաթգծային կապի տրամաբանության մեջ։ Սա մի ուղղությունն է ըստ էության, եւ երկրորդ ուղղությունը տեսականորեն, եթե մենք ապահովում ենք նաեւ այս գիծը Իրանից Նախիջևանով ուրեմն երասխով մտնում է Հայաստան եւ Հայաստանից արդեն հայկական երկաթգծով վրացական երկաթգծով դեպի Վրաստան, Վրաստանում Սևծովյան նավահանգիստներ, ինչը քեզ տալիս է հնարավորություն կապելու Իրանին Սևծովյան նավահանգիստների հետ եւ տեսականորեն եթե բացվում է նաեւ աբխազական երկաթգծային ճանապարհը, դա երկրորդ ճանապարհն արդեն դառնում, որով մենք կարողանում ենք կապել Իրանը Ռուսաստանի հետ։ Ես կխնդրեմ ռեժիսորին առաջին կարթեզը հետ բերել, որտեղ կխնդրեմ ձեզ ներկայացնել այդ Թուրքիա Իրան երկաթգծային ուրեմն կոմունիկացիայի հնարավորությունը, որը որ նույնպես այս ճանապարհով է։ Այո, ինքը իհարկե բավական փոքր դետալները շատ քիչ են այս քարտեզի, բայց փորձենք հասկանալ։ Թուրքիան եւ Իրանը ունեն արկա երկաթողակապ, որը անցնում է Վանա լճով, սկսվել է դեռ շինարարությունը 2000, 20-րդ դարի առաջի կեսին, ավարտվել է միայն 70-ականների վերջին, քանի որ հատկապես Վանա լճի հատվածից եւ արևելք անցնում էր շատ խիստ լեռնային տարածքով եւ մինչ հիմա օրինակ այստեղ գիտեք փաստորեն երկաթգիծը գալի երկու կողմից գալի հասնում է Վանա լճին, այնտեղ պարում են տեղափոխում բեռներն ու մարդկանց եւ Վանա լճը այդպես են ասում, այսինքն մոդուլափոխում, որը դանդաղեցնում է այդ ընթացքը եւ նաեւ հետագայում անցնելով լեռնային շրջաններով, այդ թվում շրջաններով, որտեղ կան մարտական գործողություններ քրդական բնակչության հետ, իհարկե հիմա այս գործոնը ավելի նվազել է Թուրքիայում, հա, բայց այնուամենայնիվ օրինակ մոտ 10 տարի այդ ուղիով բացակայում էին ուղևորների փոխադրումները, քանի որ վտանգավոր էր։ Եվ իհարկե այդ Վանա լճի գործոնով այդ ճանապարհը ունի շատ փոքր թողունակ։ Հիմա եթե երկաթգիծը Հայաստանի եւ գնանք երևի հարավային Կովկասի քարտեզ, երկրորդ քարտեզը խնդրենք մեզ ցույցադրեն, փաստորեն հիմա եթե Թուրքիան մենք հայ-թուրքական սահմանը բացվում է եւ Հայաստանի ու Թուրքիայի երկաթգծային կապերը միանում են, միևնույն ժամանակ բացվում է նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանը եւ Հայաստանը Նախիջևանի հետ երկաթգծային կապը միանում, ապա մենք Կարս, Գյումրի, Երևան ուրեմն Երասխ, Նախիջևան միացնելով իրանական երկաթգծային կապին կարողանում ենք Թուրքիային եւ Իրանին տրամադրել շատ ավելի լավ երկաթգծային կապ կարճ, անվտանգ, ապահով, քան այն ինչ որ իրանք ունեն։ Այո, այսինքն այն ինչ իրանք ունեն գրեթե չի օգտագործվում բեռնափոխադրումների նպատակներով եւ նաեւ ընդհանրապես միջազգային լուրջ բեռնափոխադրումների, հենց սա է պատճառը, որ նաեւ Կարս, օրինակ եթե դուք նայեք 2008 թվականից Թուրքիան խոսում է, երբ որ սկսեցին խոսել Կարս-Ախալքալակի եւ սկսեցին կառուցել Կարս-Ախալքալակը, խոսում էին Կարս-Նախիջևան երկաթուղու մասին, ու ես նայել եմ պաշտոնական հայտարարությունները թուրքական մինչև 2020 թվականը, գրեթե բոլոր հայտարարությունները նշում էր, որ Կարս-Իգդիր Նախճեվան երկաթուղին միտված է Թուրքիան կապելու Իրանի հետ, Պակիստանի հետ, Հնդկական օվկիանոսի հետ։ Այսինքն ոչ մեկը չէր խոսում Ադրբեջանի հետ կապի, այս միջին միջանցքի թուրքական աշխարհի եւ այլն։ Նախարարը նույնիսկ տրանսպորտի 2017 թվականին նշում էր, որ սա հենց Իրանի, Հնդկական օվկիանոսի եւ Պակիստանի հետ կապնվելու նոր ուղի է։ Ու Թուրքիան ունի այս իհարկե հետաքրքրությունը Ջուլֆայով անցնել դեպի Իրան եւ այնտեղ Պարսից ծոց եւ ավելի արևել Աֆղանստան, Պակիստան եւ այլն եւ այլն։ Եվ կա Իրանի խնդիր, ինչպես դուք նշեցիք, իրենք արդեն մոտ 20 տարի խոսում են Աստարա ռեշտ երկաթուղու շինարարության մասին եւ մի քանի անգամ արդեն ռուսական կողմը, իրանական կողմը հայտարարություններ են նայթում մի ժամանակ ադրբեջանական, որ գործնական քայլեր են ձեռնարկվում արդեն 2028-29 թվականին կավարտի եւ այլն, բայց այդ 170 մոտ կիլոմետր հատվածը մինչ հիմա շահագործման եւ իրական ինչ որ շինարարության հեռանկարը շատ հեռու է եւ կարծում եմ նաեւ անիրատեսական, մինչդեռ ինչպես նշվեց այս կոմունիկացիան ինքը արդեն իսկ գոյություն ունի եւ մի քանի հատվածների վերականգնելու հետո կարող է շահագործվել։ Ու այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա։ Եթե Իրանը սկսի օգտագործել այս երկաթուղագիծը Թուրքիայի հետ կապնվելու, Ռուսաստանի հետ կապնվելու, Վրաստանի հետ կապնվելու համար, եթե ինքը գնում է Ռուսաստան, նույնպես Հայաստանի հարավով,
դա ծանրաբեռնում է, ինչպես նշեցի, Մեղրի ճանապարհը հավելյալ բեռնափոխադրումները։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը նույնպես նախատեսում է կապնվել Նախիջևանի հետ եւ նաեւ Նախիջևանում կան լեռնամետաղային պաշարներ, որ նաեւ բավականին ծանր են, ծավալային են եւ պետք է փոխադրվեն նաեւ այդ ուղղությամբ հիմնականում հենց այսպես ասած մարզցամաքային Ադրբեջան։ Եվ եթե Ադրբեջան Նախիջևան օրինակ 2014 թվականին հաշվարկները դիտարկում են, որ մոտ 1.5 միլիոն տոն բեռնափոխադրումներ է հնարավոր, եթե սկսվի շահագործվել նաև այդ օգտակար հանածոները եւ այլն, նաև հիմա ավելի մեծ հնարավորությունների եւ ծավալների մասին է խոսքը, ինքը աճելու է եւ այն թողունակությունը, որ ես նշեցի, սահմանափակ է եղել միշտ այդ ճանապարհի, ծանրաբեռնվելու է իրանական հոսքերով, Նախիջևան-Ադրբեջան կապի հոսքերով, Հայաստանի համար շատ կարեւոր է իր հարավային հատվածի հետ կապնվել եւ նաեւ այդ սկզբունքը ամրագրված է Վաշինգտոնյան հայտարարությունների մեջ։ Նաեւ եկեք ձերդ արձանագրենք, որ առնվազն սովետական միության տարիներին մենք երկաթգծային կապ Հայաստանի հարավի հետ ունեցել ենք հենց Նախիջևանի տարածքով։ Ինքը ըստեյության այլընտրանք չունի աշխարհագրական իմաստով, էլի։ Այդում լեռնամետաղային այդ կապանի պատճառով է այդ երկաթուղի ճյուղը կառուցվել։ Մենք արձանագրենք, որ Հայաստանի հարավում մեր ունեցած ռեսուրսները, պղնձի, մոլիբդենի, նաեւ երկաթի խոշորագույն հանքավայրերը, դրանց էքսպլուատացիան, դրանց շահագործումը շատ ավելի արդյունավետ կարող է դառնալ երկաթգծային կապի ապահովման դեպքում։ Այո, այս սկզբունքը ամրագրված է, ինչպես նշվեց, Վաշինգտոնյան պայմանավորվածություններում, Հայաստանի ներպետական եւ միջպետական բեռնափոխադրումների փոխադարձության կետ։ Ու այստեղ շատ կարևոր է, որ այս ճանապարհը իմ պատկերացմամբ, եթե բոլոր այդ կետերը մենք լրացնենք, այնպես է ծանրաբեռնվելու, որ Թուրքիայից Ադրբեջան գնացող հոսքերը չեն կարող ուղղակի չի կարող բավարար լինել, այո։ Հետևաբար պետք է անցնեն մեր մտածած այդ հյուսիսային ճանապարհով։ Այո, հետևաբար այդ բոլոր կոմունիկացիաները եւ եթե մենք ընդհանրում ենք իսկապես միջին միջանցքը որպես գործող միջազգային կարևորագույն ինչ որ արտերիա, այլ ոչ թե փոքր ծավալներով մանր առևտրի ինչ որ գոտի, ինքը ընդհանրում է, որ մենք չենք կարող հույսը դնել հենց այս ճանապարհի վրա, հարկավոր են այլ ճանապարհներ։ Եվ հենց սա է խնդիրը, որ ինչպես նշվեց թուրքական հայտարարությունները, ես այդ հայտարարությունների մեջ իրականում հասկանում եմ, որ բավականին վատ պատկերացում կա տարածաշրջանային աշխարհագրության մասին, շատ հեշտ են պատկերացնում ամեն ինչ, բայց երբ որ հողի վրա սկսում է աշխատել եւ ժամկետների առումով ինչպես նշվեց, եւ ներդրումների առումով, իրագործում ներդրումների առումով եւ այլն, այսինքն իմ պատկերացմամբ հենց սրանից ելնելով եւ ինչպես ես մի քանի անգամ նշել եմ, աշխարհագրությունը միշտ հաղթում է քաղաքականությունը, հա, քանի որ ինքը կայուն գործոն է, իսկ կոնյունկտուրան փոխվում է։ Հայաստանը հնարավորություն ունի իսկապես իր տեսակետը եւ իր ենթակառուցվածքները կառուցել եւ կապել այնպես, որպեսզի հենց այս մեր հյուսիսային ճանապարհը շահագործվի, հա, ու այս հյուսիսային ճանապարհը։ Եվ նորից արձանագրենք, որ սա այլընտրանք չենք մենք որպես քննարկում, մենք սա քննարկում ենք որպես փաթեթ, այսինքն երբ որ Հայաստանը խոսում է դրա մասին, որ բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակման փաթեթը Հայաստանի հետ ակրկրված, դա հենց բառացիորեն այնա նշանակում, ինչ որ մենք այստեղ քննարկում ենք, այսինքն մենք չենք ասում, որ մենք չենք ուզում թրիփը, մենք ուզում ենք միայն հյուսիսային ճանապարհ կամ հակառակը։ Ու նաև եկեք ձեր հետ արձանագրենք մի բան, պարոն Մելիքսեցյան, որ փաստորեն բոլոր մակարդակները, որոնք որ մենք ձեր հետ քննարկեցինք, այդ գլոբալ իրողությունները, տարածաշրջանային իրողությունները, աշխարհագրությունը, մեզանում եւ մեր շուրջ արկա զարգացումները, սրանք բոլորը նպաստում են հենց այն կոմունիկացիոն լուծումներին, որոնց մասին մենք խոսում ենք, սա ունիկալ իրավիճակ է ըստ էության։ Երբ որ բոլոր հանգամանքները քեզ այսպես հրում են դեպի այս կոմունիկացիաների շահագործում, բացում եւ կառավարում։ Ու մի ուրիշ դետալ էլ կնշեմ, նայեք, դուք ունեք, ասենք, ձեզ պետքա գազամուղ կառուցել։ Մեկը ըստ Ադրբեջանի հասնում է հարավով եւ մյուսը մենք առաջարկում ենք Հայաստանի հյուսիսով։ Ձեզ պետք են խողովակներ։ Մի առաջարկը ենթադրում է, որ դուք 150 կիլոմետր ավել խողովակ պետք է առնեք, գնեք, հա, միջազգային, ասենք, այդ իր էֆեկտիվության տեսակետից աբսուրդ է, կամ 150 կիլոմետր ավել կաբել պետք է գնեք, որպեսզի էներգետիկ կաբելը պետք է անցնի, հələ միջազգային կազմակերպությունների եւ ներդրումների տեսանկյունից նայեք, պետք է անցնի Իրանի սահմանից մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Նույնը գազամուղը, ասենք, նավթատարը եւ այլն եւ այլն։ Ու այս ամենը շատ կարեւոր է, որովհետեւ այդ աշխարհագրությունը, ինչպես նշվեց, ինքը շատ կարևոր գործոն է, այդ 150 կիլոմետրը հատկապես մեր տարածաշրջանի ծավալների ենթատեքստում ինքը իսկապես կարևոր ցուցանիշ, առավել եւս նայեք, խորհրդային տարիներին մենք ունենք հիմնական Հայաստան մտնող գազամուղը մտնում էր նույն Իջևան գազախատվածից, գալիս էր Երևան եւ շատ ավելի էֆեկտիվ եւ հեշտ կարելի է կապել նույն գազամուղը
Նախիջևանի հետ, հա, այսինքն այս կողմից նաև սնուցել։ Ընդհանրապես Հայաստանի ալտերնատիվ մատակարարման տեսակետից, հատկապես էներգակիրներով եւ գազով, նավթով, հենց այս հյուսիսային ճանապարհն էլ է շատ կարևոր, որովհետեւ արդեն մենք ունենք այդ ենթակառուցվածքը Հայաստանից հիմնական գազամուղը մտնում է հյուսիսով, անցնում է Ադրբեջանի սահմանինքից, հենց այդ Իջևան-Ղազախ հատվածում նաև շատ մոտիկ է եւ կա հին նաև ճյուղը, որ հիմա փակ է, եւ միացնելու համար Ադրբեջանի ենթակառուցվածքները Հայաստանի ենթակառուցվածքներին շատ փոքր ներդրումներ են պետք։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մենք փորձեցինք, այսպես գիտեք, ամփոփիչ մի եթեր կազմակերպել վերջին ամիսներին տեղի ունեցող տարբեր խոսակցությունների, քննարկումների, նախագծերի, մտորումների վերաբերյալ կոմունիկացիաների, եւ ինչպես նշեցի, մենք փորձեցինք խոսել եւ այսպես մակրո մակարդակի մասին, աշխարհակահական գործընթացների մասին, տարածաշրջանային գործընթացների մասին, այդ ամեն ինչը վերածել թվերի, կիլոմետրերի, աշխարհագրության։ Մենք բնականաբար կշարունակենք այս թեմայով դեռևս խոսակցությունը մեր ապագա եթերներում, բայց մի բան ես ուզում եմ մենք արձանագրենք, որ ընդհանրապես մի քանի ամիսների ընթացքում, լավագույն դեպքում 1 տարվա ընթացքում մենք մեզ գտնում ենք մի իրավիճակում, երբ այսպես արունահեղության սպառնալիքների, չգիտեմ, ներխուժումների սպառնալիքների փոխարեն մենք խոսում ենք այո դերևս մրցակցային եւ դա երևի թե նորմալ է մրցակցային բնույթով կոմունիկացիաների լավագույն ուրեմն անցկացման ուրեմն կառուցման տրամաբանության մեջ սա երևի թե ֆունդամենտալ փոփոխություն է մեր տարածաշրջանի համար ես չեմ ասում որ այն անբեկանելի է բնավ մենք շատ ավելի խորը ինտեգրացիոն եւ տեղեր հասած ինտեգրացիոն գործընթացներ ենք տեսել, որոնք բեկանվել են եւ ավարտվել են նորից կոնֆլիկտներով, արյունահեղությամբ, բայց մի բան ակնհայտ է, որ ինչքան ավելի պետությունների տնտեսությունները միմյանց հետ ինտեգրվում են, ինչքան ավելի կոմունիկացիաները պետությունների միջև զարգանում են, ինչքան ավելի բիզնեսը իրար հետ գումար աշխատելը ավելանում է, այնքան դա նվազեցնում է կոնֆլիկտների, արյունահեղությունների հնարավորությունը։ Եվ նորից եմ ուզում կրկնել, սա ոչ թե ինչ-որ աքսիոմատիկ բան եմ ասում, որ եթե մենք այսօր ենք գումար աշխատել, ապա բացառվում է կոնֆլիկտը, խոսքը այստեղ տենդենսների մասին է։ Եվ ես կարծում եմ, որ մենք որպես հասարակություն, որպես պետություն մեր որոշումը կայացրել ենք, որ մենք ուզում ենք խաղաղություն, մենք ուզում ենք հարևանություն, բարեկեցություն եւ հիմա գիտեք գնդակը գտնվում է հետեւյալ դաշտում մեզ պետք է լավ կառավարում մեզ պետք է արդյունավետ կառավարում մեզ պետք է ներդրումներ մեզ պետք է տնային աշխատանք եւ այն ամեն ինչի մասին մենք այստեղ պարոն Մելիքսյանի հետ խոսեցինք դա ուրեմն գաղափարները, խոսակցությունները աշխատանքի վերածելու փուլում ենք մենք հիմա գտնում։ Երբ որ Հայաստանը իր տարածքում, իր երկրի ներսում պետք է անի տնային աշխատանք, պետք է սկսի կառուցել հողային աշխատանքներ պետք է անի մինչև որ բերենք հասցնեն մեր սահման եւ երկաթգծի կարողանան կառուցել։ Այն հատվածները որտեղ որ նշեցինք որ այսօր նույնիսկ հնարավոր երկաթգծային շինարարություն մենք այդտեղ պետք է անենք։ Այս ամենի մեջ իհարկե կա մի հատ շատ մեծ հարց դա Հայաստանի երկաթգծերի կոնցեսիոն կառավարումն է, որ հանձնված է Ռուսաստանին եւ որը խնդիր է, որը որ պետք է լուծվի, որտեղ մենք այս ամեն ինչը իմ կարծիքով չենք կարողանալու իրականացնել, քանի դեռ մեր երկաթգծային ուրեմն համակարգը կոնցեսիոն կառավարման հանձնված մեկ այլ պետության, ընդ որում պետության, որը որ առնվազն այս արևելք արևմուտք կապումներով մեղմ ասած հետաքրքրված չի, որովհետև այդ ամեն ինչը իր տարածքով է հիմա ինքը ուզում որ անցնի, հա։ Կարող է ինքը մենք ունենք որոշակի շահերի համընկնում հյուսիս-հարավ տրամաբանության մեջ, բայց բացարձակապես ոչ արևելք-արևմուտք տրամաբանության մեջ։ Եվ նորից եմ ուզում կրկնել, այս ամեն ինչի եզրահանգումը, որ մենք գալիս ենք, դա տնային աշխատանքն է, քաղաքական իմաստով եւ ենթակառուցվածքների կառուցման շինարարության, այսպես ձեռքերը ուրեմն մեկնելու եւ գործ անելու տրամաբանության մեջ։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00